Ո՞րն եք համարում Փաշինյանի պատմական ձեռքբերումը։ Չգիտեմ։ Թուրիմացությունը։ Ինչու՞։ Ինքը թուրիմացություն է, ուրիշ ոչ բան։ Բոլորը ինչ որ կա։ Դե Փաշինյանը իր հերթին աշխատում է, լավ էլ աշխատել է։ Ես քեզ ասեմ, վատ չի, եթե որ տնես այս հիմքերի վրա, բերև առոտ արես, ոնց որ ոտի կանգնեցրեց էլի, ամեն ծևի, դես մարդ չկար թերություն չունենա, թերություններ ամեն մարդ էլ ունի, բայց որ ճանապարհաշինարարությունը, մանկապարտեզները, դպրոցները վերանորոգում է, սարքում է, դա փաստա սարքում է։ Դե ճանապարհներ է սարքում, դպրոցներ, մանկապարտեզներ, բայց այդքան դպրոցներ, մանկապարտեզներ ու ամեն ինչ թողեցինք թշնամուն։ Այ մի բան ասեմ, դες պատմական ձեռքբերումը այդ հարցին դժվար է պատասխանել։ Դա շատ խոր է։ Ինքն է երեք ուղիղ եթերով խոսել պատմական։ Իմ կարծիքով, իմ մտահորիզոնի, ինչքան որ ներում է մտահորիզոնի մտածողությունը, պատմական ձեռքբերում ասվածը, դա շատ խոր իմաստ է կրում իր մեջ, շատ դժվար հարց եք տալիս, կներեք, չեմ կարող պատասխանել։ Ոչ մի պատմական ձեռքբերում, իր մոտ մենակ հետընթաց է, պատմական ձեռքբերում չկա։ Ոչ մեկը։ Ինչու՞։ Որտեղ իմ դուրը չգացինք որպես վարչապետ։ Դա իմ կարծիքն է։ Քերի քուրջան ինչ ասեմ։ Խաղաղություն ենք բերել։ Այ Խաղաղություն է, այսօր խաղաղություն գալու են մեզից տրկացնեն թուրքերը։ Խաղաղություն չկա։ Սուտ են ասում։ Մի Հավատա շատ բաներ։ Ունի պատմական ձեռքբերում։ Չէ, ոչ մի բան է։ Ասում եմ, որ ըստ իս Արծրուն Փաշինյանը արեց այն, ինչ երազում էին Անդրանիկն ու Նժդեն։ Փաշինյանը այսօրվա Նժդեն է։ Ինչու եք այդպես կարծում։ Մենք փորձում ենք ռուսական լծից եւ թուրքական վտանգից։ Դա են երազում։ Թուրքական վտանգից պրծնում ենք ձեր ասած, բայց ադրբեջանցիները ազատ Հայաստան են մտնում։ Նույնիսկ ցամաքային ճանապարհով, բայց մենք հաստատ չենք կարողանում մնել Բաքու։ Գիտեք, դա էլ է քաղաքականություն։ Եթե բարեկամություն ես ուզում անել, եթե ինչ-որ կապեր Բայց միակողմանի բարեկամություն։ Դե միջև որ նրանց ուղեղին հասնող պետք է լինի փոխադարձ։ Բայց Փաշինյանը շատ մեծ գործ արեց, շատ մեծ։ Եվ փառքաստով որ մենք ունենք այսպեսի ազնիվ ղեկավար։ Այն 3 հրեշների փոխարեն։